Այսօր ուսանողների միջազգային օրն է եւ հենց այդ կապակցությամբ կոնսերվատորիայի ուսանողները երաժշտական կատարումներով հանդես կգան բոլոր համալսարաններում, տոնական այս օրը դարձնելով ել ավելի հիշարժան։ Ուսանողների միջազգային օրվա առթիվ տոնական տրամադրություն բոլոր բուհերում։ Երաժշտություն անիվների վրա նախաձեռնության մասնակիցների երթուղին բավականին երկար է։ Առաջինը, որտեղ եղան պետական կոնսերվատորիայի ուսանողները, Երևանի պետական համալսարանն է։ Այստեղ նման անակնկալի չէին սպասում։ Օրվա լավ մեկնարկից հետո ուսանողները իրենց օրը կնշեն տոնական սեղանների շուրջը։ Ընդհանուր մեր կուրսով ենք ուզում շատ լավ ժամանակ անցկացնենք, իսկ համալսարանում ամեն տարի կազմակերպվում է միջոցառումներ և շատ լավ մենք նշում ենք միասին։ Այսօր շատ ուրախ ենք, առավոտվան շատ բարձր տրամադրություն ունենք, հիմա էլ գնում ենք միջոցառմանը մասնակցենք։ Հաջորդ կանգառը Երևանի պետական բժշկական համալսարանն է, կոնսերվատորիայի ուսանողների փողային նվագախմբի, երգչախմբի եւ մենակատարների անակնկալը շատերին է ոգևորել։ Ուզում եմ շնորհավորել ամբողջ Հայաստանի ուսանողներին, ցանկանում նրանց ուսումնական մեծ հաջողություններ եւ ապագայում մեծ բարձրունքներ։ Ասեմ, որ անակնկալ է ավտոբուսը, շատ բարձր տրամադրություն մեզ պարգևեց։ Ուսանողը ինքը իրեն համարում է մի մասնիկ հանրապետության եւ ինքը ոգևորվում է նման, որ ուշադրություն է սա ուսանողի կողմից եւ դա նրա համար շատ կարեւոր է, որ իրենց չեն մոռանում։ Երևանյան բուհերը հաջորդում են եւ ամենուր տոնական տրամադրություն է։ Կոնսերվատորիայի ուսանողները այս միջոցառմանը երկար են պատրաստվել։ Սպասելիքները արդարացել են, թեև օդը բավական սառն է, սակայն այս ավտոբուսում մթնոլորտը ջերմ է։ Ճիշտ է, ցուրտ է, բայց մեկը չի զգացում այս ցուրտությունը, քանի որ մենք այնքան տաք ենք հոգով։ Ներսից տաքանում ենք։ Ցանկանում ենք ամենալավ բաները։ Բոլորս շատ ոգևորված ենք, որովհետև մենք շատ աշխատանք ենք կատարել, այս մոտ 1 ամիս մենք այս միջոցառումը ուզեցել ենք պատրաստենք եւ այսօր լավը որ եղավ։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահի խոսքով սա երիտասարդներին նվիրված իրենց կողմից միակ նախաձեռնությունը չէ, համերգներ են նաև այս ժամին։ Կարեն Ավագյանը նշեց, որ երաժշտություն անիվների վրա ծրագրի նպատակը բոլոր բուհերում տոնական տրամադրություն ստեղծելն է եւ միջոցառումներում ավելի մեծաթիվ ուսանողների ներգրավվելը, հիշելով իր ուսանողական տարիները, ասաց, որ այս տոնը նման ոգևորությամբ չեն նշել։ Իմ տարիներին, երբ որ ես էի ուսանող, նման ձևով չէր տոնվում ուսանողության տոնը, այս տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը կարողացել է առանձնացնել այդ տոնը եւ առանձին նշել ուսանողների տոն, առանձին շնորհավորանքներով, առանձին համերգային ծրագրերով եւ ընդհանուր առմամբ ամբողջությամբ այն ծրագրերով, որը կարող է ուրախացնել երիտասարդին, ուսանողին հատկապես եւ հիշեցնել իր տոնի մասին։ Կարեն Ավագյանի խոսքով մեր երիտասարդները այլ երկրների ուսանողների համեմատ բավական ակտիվ են, սակայն սա դեռ բավարար չէ, պետք է ներգրավվեն ամենատարբեր գործընթացներում։ Իզաբելլա Հովհաննիսյան, Վահե Եղիազարյան, ժամը լրատվական։